Մարտի 3-ն է, Երևան։ Տեսնում եք, գտնվում ենք կենթանաբանական այգու դիմաց, որտեղ նաև ստորգետնա անցում կա ու քաղաքային իշխանությունները, պարեկային ծառայությունը միշտ հորդորում է, որ քաղաքացիները օգտվեն ստորգետնա անցումներից, բայց վայ այն ստորգետնա անցմանը, որ հիմա մարդիկ պետք է այստեղից դուրս գան ու այս կեղտաջրի միջով քայլելով անցնեն, ամբողջ դիտահորից կեղտաջուրը թափվում է, դուրս է գալիս ու մարդիկ նշում են, որ մեռանք քաղաքապետարան, Վիոլա ջուր, Քանաքեր Զեյթունի քաղաքապետարան ասելով ոչ մի օգուտ, թեպետ, միայն մի 10 անգամ վերջին 1.5 տարվա ընթացքում Քանաքեր Զեյթունի քաղաքապետ Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, որ ինքը պետք է չանի, այլ Վիոլա ջուրը, բայց քաղաքապետարանը իր միջոցներով անընդհատ մաքրել է, բայց սա պետք է ոչ թե անընդհատ մաքրվի, այլ մեկ անգամ հիմնովի փոխվում է ջրատար այդ կեղտաջրերի խողովակները եւ խնդիրը հաստատ կլուծվի։ Հիմա տեսեք, հեսա ոնց է կեփուց հոտը սպանում է, ոնց է կեղտաջուրը, տեսեք, դուրս տալիս։ Ու այսպես իջնում է մինչև եսին որտեղ։ Գետն անցումն է կենթանաբանական այգու մոտի, մարդիկ կյանցեն այս կողմ, այստեղ նաև կանգառն է տրանսպորտի համար նախատեսված ու պատկերացրեք քաղաքացիները այստեղ կանգնած սպասելու են մինչև տրանսպորտը մոտենա ու այս հոտը պետք է շնչեն, այս գարշանքը պետք է տեսնեն։ Հարգելի Վիոլա ջուր, հայտարարում ես այս ենք անում, այն ենք անում, սա հələ լուծեք, թեպետ սրա նման այսպես ինչքան հատվածներ կան։ Ու այս կեղտաջուրը սենց գնում և սմուր է հասնում։ Կանգառը մարդը ստոր իջավ, մեզ կեղտաջրի միջով պետք է գնա։ Լստնայ։ Կենթանաբանական այգին է, ստորգետնա անցումով գալիս ես ստեղ անցնես ու խնդրեմ, գարշահոտի կեղտաջրի միջով իջնում ես։ Սենց գնում է, ասմա ջուրն իր ճամփան կգտի, բայց եսի ջուր չէ, եսի կեղտաջուր է։ Հոտը միջև ստեղ գալիս է։